Պարոն Բաղդասարյան, հայ-ռուսական հարաբերությունները ներկա իրավիճակում ինչ փուլում են գտնվում եւ ինչպես է գնահատում ՌԴԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինի ծավալուն եւ բավական կոշտ հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ։ Հայ-ռուսական հարաբերությունները այս պահին գտնվում են բավականին բարդ փուլում եւ հնարավոր է, որ ընտրություններից հետո դրանք լինեն ոչ թե բարդ, այլ արդեն վտանգավոր։ Դրանք տարբեր բաներ են, որովհետեւ եթե Ռուսաստանը, ավելի կոնկրետ, Հայաստանի ստիպի վերջնական որոշում կայացնել, ԵԱՏՄ-ի կազմում մնում են թե ոչ, եւ կարծում եմ այդ դեպքում Հայաստանի իշխանությունները ստիպված կլինեն այդ որոշումը կայացնել եւ դուրս գալ, կամ եթե անգամ դուրս չգան, կարող են զրկվել այն արտոնություններից, որ Հայաստանին տալիս է ԵԱՏՄ անդամակցություն։ Իսկ դա իրեն իր հետևից կբերի տնտեսական եւ բնականաբար սոցիալական բարդագույն խնդիրներ։ Այդ թվում նաեւ բնականաբար հետագայում անվտանգային, որովհետեւ դա դեմոգրաֆիկ խնդիրներ կարող է առաջացնել, արտագաղթի նորալիք եւ այլն եւ այլն։ Սա առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում, երբ որ Հայաստանը կփորձի այդ բացը լրացնել Ադրբեջանի միջոցով, որտեղ այլ տարբերակ պարզապես չկա, այդ դեպքում դժվար է անգամ պատկերացնել, թե Ադրբեջանը դրա դիմաց ինչ կին կպահանջի Հայաստան։ Ձեր կարծիքով ինչու հենց հիմա Մոսկվան նման ուղերձներ հղեց Երևանին։ Կարծում եմ նպատակներից իհարկե դրանք միջայտել այդպիսի բազմաթիվ ուղերձներ հղել էին, բայց կարծում եմ դերը խաղացել նաև նախընտրական իրավիճակը, երբ Ռուսաստանի նախագահը խոսում է, որ իր կարծիքով ճիշտ կլիներ, որ հանրակրվի անցկացվեր այդ հարցով, նա իհարկե հասկանում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձել է մացենիչան ոչ հանրակրվի միջոցով, բայց հունիսի 7-ի ընտրությունները փաստացի հենց այդպիսի հանրակրվի լինելու են։ Իսկ եթե հայ հասարակությունը դա ընկալի որպես ԵԱՏՄ-ից դուրս գալ կամ դուրս չգալու հարց, այդ դեպքում ընտրությունների արդյունքները այլ կլինեն եւ Նիկոլ Փաշինյանը ավելի լուրջ խնդիրներ կունեն։ Այսօր Կալուգինը պնդեց, որ ԵՄ-ն փորձում է պոկել Հայաստանը Ռուսաստանից եւ Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ-ի ռուս սահմանապահների եւ 102-րդ ռազմաբազայի մասին։ Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը հեշտությամբ դուրս կգա Հայաստանից այդպես թղթի վրա, որովհետեւ մեր տարածաշրջանը ոչ միայն Հայաստանը, Ռուսաստանի ժամանակին Ռուսաստանի տիրապետության տակ է անցել ոչ թե թղթով, այլ պատերազմով։ Եվ ես այդքան լավատես չեմ, որ կարծեմ, թե Ռուսաստանը այդպես հեշտությամբ կամ ինչպես Պուտինն էր ասում քաղաքակիրթ ապահարզանով իր դիրքերը կթողնի տարածաշրջանում, կտի զիջի իր դիրքերը, չեմ կարծում, թե այդպես կլինի։ Դրա համար ես ասում եմ, դա չափազանց վտանգավոր կարող է լինել մեզ համար եւ կարող է նոր ցնցումներ առաջացնել։ Եվ տեսանք մի քանի սահմանափակումներ, երբ որ եղան, ինչ կատարվեց Հայաստանի հետ տնտեսական առումով, ինչպես նաև գազի վերաբերյալ։ Իսկ հիմա Հայաստանը ինչ այլընտրանքներ ունի եւ եթե պատկերացնենք, որ Հայաստանը գնա դեպի ԵՄ ինտեգրում, ինչ տեղի կունենա։ Փաստացի 3 Պուտինի հայտարարությունը նրա մասին էր, որ պետք է ընտրել։ Այո, բայց Հայաստանը դեպի ԵՄ կարող է գնալ, ինչքան ուզում է, բայց մենք ցավոք սրտի այնտեղ մեզ չեն սպասում եւ Հայաստանը երբեք ԵՄ անդամ չի դառնալու։ Որպես խայծ կարող են օգտագործել անդամության տեխնացուի կարգավիճակը օրինակ, բայց դա ոչինչ չի շատ, որտեղ Թուրքիան արդեն 26 տարի է ինչ ԵՄ անդամության տեխնացու է եւ այդ ընթացքում 1 միլիմետրով անգամ ավելի մոտ չի մոտեցել Եվրամիությանը, քան 26 տարի առաջ է։ Այլ հարց է, որ Եվրամիությունը Հայաստանը փորձում է պոկել Ռուսաստանից ոչ թե որպեսզի ներառի իր մեջ, այլ որպեսզի օգտագործի որպես պլատֆորմ Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Այսինքն նրանք մեզ չեն ընկալում որպես իրենց տարածք Եվրամիության տարածք։ Նրանք մեզ ընկալում են որպես իրենց ազդեցության գոտի, որը իրենք կարող են օգտագործել։ Մենք այնտեղ յուրային չենք, մենք եւ չենք լինելու, մենք այնտեղ կազմավորում ենք, որը կարող է իրենց թշնամիների դեմ օգտագործել։ Դա նորություն չի, բոլորն են այդպես անում, եւ Միացյալ Նահանգները, եւ Ռուսաստանը, եւ Եվրամիությունը, այսինքն այստեղ քննադատելու համար չեմ ասում, սա պարզ իրողություն է։ Եվ Ռուսաստանն էլ երբ որ ուզում է մեզ տալ իր ազդեցության գոտում, դարձյալ դա ոչ թե մեզ համար է ասում, որ մենք բարեկամ ժողովուրդ ենք եւ այլ որովհետեւ Հայաստանը ամենահարմար պլատֆորմն է իր ներկայությունը մեր տարածաշրջանում պահպանելու համար։ Եվ վերջին հարցը, արդյոք ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ դրա դերի նվազեցման դեպքում Հայաստանը պատրաստ է օրինակ տնտեսական ցնցումների, քանի որ այսօրվա հայտարարության մեջ հիշեցվեց, թե քանի տոկոսով կախվածություն ունենք այս պահին տնտեսական առումով։ Ես էլի եմ ասում, եթե լիներ խնդիրը լիներ միայն տնտեսությունը, մենք այո, այդ զողողությունների կարող էինք գնալ։
Այո։ Բայց խնդիրը միայն տնտեսությունը չի։ Նախ այդ տնտեսական խոցելի վիճակը հանգեցնում է սոցիալական ցնցումների, ինչը իր հետին հանգեցնում է արտագաղթի, այսինքն բնակչության թվի կտրուկ նվազումը։ Իսկ դիստա անվտանգային խնդիր է։ Չէ՞ որ եթե հարցը լիներ միայն լավ գազը կթանկանա 50%-ով օրինակ սպառողների համար, դե ոչինչ կդիմանայինք, բայց չէ՞ որ դա արդեն տեսանելի է, որ դա հանգեցնելու է արտագաղթի, հանգեցնելու է համատարած աղքատության, տնտեսությունը շատ ծանր հարվածներ է ստանձնային բխող բոլոր հետևանքներով։ Այդ ամենը փոխկապակցված է եւ ել ավելի վտանգավոր է այն, որ այդ վիճակում գտնվող հասարակությունը ծանր վիճակում գտնվող ավելի հեշտությամբ կհամաձայնվի այն գնին, որ Ադրբեջանը մեզանից պահանջելի է գազի դիմաց օրինակ։